Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի Էդվարդ Ավագյան փողոցից մինչև 9-րդ մանկապարտեզ եւ Հատիսի փողոց տանող ճանապարհահատվածում համայնքային բյուջեով իրականացվել են բարեկարգման եւ ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ։ Հաշվի առնելով նեղ եւ բանուկ փողոցներում տրանսպորտային միջոցների երթևեկության եւ բնակիչների ազատ տեղաշարժի խնդիրները, համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարությամբ քաղաքի վերոնշյալ տարածքն ամբողջությամբ վերակառուցվել է։ Կատարվել են հին եւ անհարթ ծածկույթի քանդման, հիմնանորոգման, մայթերի եւ փողոցի լայնացման եւ վերակառուցման ծավալուն շինաշխատանքներ, որոնց ընթացքին եւ որակին անմիջականորեն հետևել է համայնքի ղեկավարը, պարբերաբար իրականացնելով շրջայցեր ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ։ Փողոցի երթևեկելի մասում իրականացվել են շուրջ 3960 քառակուսի մետր մակերեսով հիմնանորոգման եւ ասֆալտապատման աշխատանքներ։ Տեղադրվել են 1100 գծամետր երկարությամբ բազալտե եզրաքարեր, շուրջ 1682 քառակուսի մետր մակերեսով հիմնովին բարեկարգվել եւ ասֆալտապատվել են փողոցին հարակից մուտքեր եւ իջատեղեր։ Շինարարական լայնածավալ աշխատանքներ են տարվել հարակից մայթերի լայնացման եւ բարեկարգման նպատակով։ Շուրջ 1783 քառակուսի մետր մակերեսով մայթերը հիմնանորոգվել եւ ասֆալտապատվել են։ Երթևեկելի մասից առանձնացվել 800 գծամետր երկարությամբ բետոնե եզրաքարով։ Տարածքում կատարվել են նաեւ ջրահեռացման համակարգի բարեկարգման աշխատանքներ։ Նորերով են փոխարինվել 7 դիտահորեր։ Մարդաշատ նեղ եւ խնդրահարույց ճանապարհահատվածն այժմ առավել հարթ ու հարմար է ինչպես բնակիչների ազատ տեղաշարժի, այնպես էլ տրանսպորտային միջոցների անխոչնդոտ երթևեկության համար։ Վերակառուցված փողոցը զգալիորեն բարեկարգվել է, կատարվել են նաեւ կանաչապատման, գնդաձև ակացիաների տնկման աշխատանքներ։